Սա մի հաշկ է հայկական Կարող է պատվիրել անգամ ամերիկան Ռուսաստանը կամ էլ Եվրոպան Շողայր գրիս վրա օտարության ճամփաներից բանդուղթ հայը թող տուն դառնա խաղաղ երկինք լույս է արև թող մի շողայր գրիս վրա օտարության ճամփաներից բանդուղթ հայը թող տուն դառնա բանդուղթ հայը թող տուն դառնա հայրենիքս հզորանա ու շենանա ծովից ծով Հայաստան նորեն պիտի Բարեկամներ, ինչպես նկատեցիք, մենք նկարահանում ենք մեր Սևանա թագուհուն իր ափնյա գեղեցիկ շինություններով, որը մեր հայրենակիցներն են գեղեցիկ կառուցել Սևանի շրջակայքում։ Հրաշք է Սևանը, ողքի գեղեցիկ գյուղերը իսկապես շատ սիրուն են նայվում Սևանի ֆոնին, եւ այդ Սևանն է պատճառը, որ այս գյուղերը կան թե չէին լինի։ Այստեղ ուղղակի տափաստաններ կլիներ, բայց Սևանը եկավ ու ճոխացրեց, գեղեցկացրեց, հարստացրեց բնությունը։ Իսկ մենք այս հարստության միջով անցնում ենք երբեմն լուր, երբեմն վիդեո նկարելով, այսպես խոսալով գնում ենք ու հիմնականում որ միացածալում խոսում եմ, էլի։ Ու գիտեմ որ շատ մարդիկ չեն սիրում այդ բայրը, շատ չէ, այդպես մի քիչ, մի նայողների մի 25%-ը հատուկ բարևներ ձեզ ներող կլնեք որ խոսում եմ, բայց դե շնոր է երկնքից տրված, ես էլ օգտագործում եմ առատորեն, չեմ պահել բարերս այդպես մնա, այլ այնպես իր սիրուն եմ հյուրանոցը։ Սրա վերաբերյալ սկանդալներ կա ինչ-որ, սկանդալա, նարուշնիկա, չգիտեմ, այդպես բաներ կա ես չենք վերաբերյալ գիտեր Վարդան, ինչ-որ բան են արել, բաներ են աճուրդի, էժան են արել, հետո չեն սարքում, չգիտեմ, լավ կլինի որ սարքեն, առել են, թող սարքեն սիրունանա, այլ այնպես ինչ գեղեցկությունը։ Շատ սիրուն ընկերներ, մասշտաբային տարբերվող պրոյեկտ, որը ես շատ կուզենայի կյանքի կոչվել հայլեր լուսամուտները, տուրիստները դուրս գային բալկոն, հայրենակիցները, իսկ տուրիստները թող հաճելիա շատ սիրուն են, որ անցնելուց տեսնեինք ու մեզ լավ զգայինք, տեսարան ավելի հարուստ կլներ։ Հիմա բարեկամներ, ես հիմա ծառից իջեցնեմ խնձորը, որի վերագերված է Ծակքար, գնում ենք Ծակքար ընկերներ, Ծակքար գյուղը գտնվում է Մարտունում, Մարտունի քաղաքից քիչ հեռու դեպի այս կողմ, մի 10 կիլոմետր այս կողմ, Գոհար ռեստորանի դիմացով մտնում ենք Ծակքար, այնտեղ էլ գերված է I love Ծակքար, Ծակքարային օր է այսօր, գնալու ենք հենց այդ քարի մոտ, որի անով անվանվել է գյուղը, բայց միջ այդտեղ գնալը պետք է գնանք Սիրված Քույրիկին շնորհավորենք եղբոր ընտանիքի կողմից, նոր գնանք Ծակքարը նկարելու Վարդան։ Դեմ չես չէ, որ Ծակքարը մի քիչ ուշ նկարենք։ Առաջի Ծակքարը գյուղն է, հետո նոր իսկական քարը, որը ծակ է, անցք կա այնտեղ։ Իսկ հիմա բարեկամներ գեղեցիկ հյուրանոցի դիմաց ենք, ոնց որ շինարարություն է գնում։ Հա, ուրա, ծափերը, ես հպարտ եմ, հիշում ես մեր տեսանյութի մեջ, ախպեր ինձ լսում են։ Ինձ հաստատ լսում են, նայում են մարդիկ, ովքեր որ հարցեր են լուծում ժիզդերնի։ Բաժինի հարցնցող նաև մարդիկ են մեզ նայում, ես վստահ եմ, որտեվ ինչ հասուն ախպեր։ Մեկ է տենում ենք խոսքի մարդում էր ծվետաֆորա դրած։ Հա, կերներ տեսեք, համաշխարհային պատերազմին նվիրված շատ ճոխ, գեղեցիկ, իմաստալից իմաստով լցված քանդակ, որտեղ մայրը տխուր կանգնած է, հայրը հրաժեշտ է տալիս որդուն, որ գնա չարաբաստիկ պատերազմ, չարաբաստիկ, բայց իմաստավոր։ Կուզենայի, որ ոչ մի տեսակի պատերազմներ չլինեն աշխարհի վրա եւ մարդիկ ապրեն նրա համար, ինչի համար որ լույս աշխարհ են եկել։ Ամեն մեկը գտնի իր միսիան եւ կատարի փառքով, որ հոգին տալուց արդեն ինչ որ բան փոխած լինի այս գեղեցիկ աշխարհում, դրախտային աշխարհում։ Մեր շրջակա միջավայրը դրախտի շատ նման է։ Ուղղակի թե մարդիկ ոնց են օգտագործում դրախտը, տեսնում ենք բոլորս։ Երբեմն ախտահարվում ենք այդ
վատ տեսարաններից, որը ստեղծում է մարդը։ Բայց մեզ տրված են ներելու շնոր, այնպես որ ինչպես երգում է Արամեն, չչարանաք երբեք։ Էլ ինչ էր ասում։ Եղիր միշտ սիրտդ բաց։ Եղիր միշտ սիրտդ բաց, չչարանաս երբեք։ Սիրտ բաց եղեք ու երկեք աշխարհը, աշխարհում եղած մարդկանց սեր տվեք, մանավանդ կուճուրներին ինչքան շատ սիրենք, նրանք այդքան խելացի սիրով կմեծանան եւ մեծ ժամանակ արդեն երբ որ պատասխանատու գործի վրա լինեն, սիրով կանեն գործը, ոչ թե ատելությամբ կամ գրփելու ունակությամբ։ Սիրենք բոլորին, սերը կփրկի աշխարհը եւ ինչպես ասեց Արամեն, երգը լսեք իմանաք ինչ ասե, լավ բաներ ասե, ու հա, պետք է անպայման շեշտեմ, որ գովելի է եւ խոնարհելի, որ մեր աստղերի մեջ կան մարդիկ, ովքեր սկսել են արդեն էականորեն գործեր անել, որը մեր հայրենիքին նպաստելու է, որ ավելի լավը լինեն մարդիկ, ոչ թե հակառակը ատելություն կամ կեղծեր կամ անբարոյականություն չեն երգում։ Ես կուզենայի, որ բոլորը իմաստուն դառնային եւ իմաստային մեր ազգին, որովհետեւ հիմա հայոց աշխարհը հասել է այնպիսի մի կետի, որտեղ ամեն ինչ շատ է դրա կարիքը կա։ Ամեն մեկս մեր գործի մեջ ինչքան կարող ենք իմաստ տանք մեկս մյուսին, իմաստավորվենք, դառնանք իմաստուններ եւ երկիրը անենք վատ դրությունից։ Ես վստահ եմ, որ դա կստացվի մեզ մոտ։ Ուժ եւ մտքի փայլատակում բոլորիս, Սևանը վկա, տեսեք ինչ գեղեցիկ է։ Մնում է տակ լիներ եղանակը, հասնեինք մի հատ քծվենք։ Քծվելու համար կատուգան է, գիտես։ Հարցերը։ Գնացինք։ Բարեկամներ, ահա մոտենում է սաստիկ ձմեռը, Սևանը շատ սիրուն է, Սևանը նկարի, այս հատվածից էլ նկարի, բարեկամներ Սևանին ցանկացած կողմով նայելիս մի դրախտապատկեր է գալիս աչքերիդ առաջ, որը հարստացնում է եւ քեզ հոգեվոր զարթոնք է պարգևում։ Սա տեսեք, վայելեք, լայքեք, կարող եք մեկնաբանություններ գրել, կամ կարամ սկսեմ դեբիլ բաներ անել, որ գրեք, ասեք, ես ինչ ես անում, ես ինչ համակարգ, դες բաներ գրեք, տենց անեմ, հա որ գրեք, ինչի մեկնաբանություն չեք գրում, լավ, մի գրեք, հարց չկա, նայ, հենց հիմա ձեզ ցույց ենք տալիս սաստիկ ձմռան ցուրտը, սպիտակ ջերմակ գագաթների միջոցով, տեսեք արդեն ձմեռը ավելի քան մոտ է, մնաց 2 ամիս 10 օր, 17 օր, 3 ամիս 7 օր հետո շուրջ բոլորը կլինի ջերմակ եւ կազդարարի բնության նոր սկիզբը, ես էլ որ 3 միլիոն անգամ։ Եվ այս հավերժության մեջ փորձեք ձեր 70, 80 կամ 100 տարին ապրել մաքսիմալ իմաստավոր, բարի եւ բարություն տակ ու գնանք ավելի լավ տեղ։ Իսկ հիմա վայելենք այն ինչը որ ունենք, գնահատենք եւ ցանկապատենք Վարդան։ Բոլորը չայր չիման է դու գալը մեր տուն սերու մերան է Այդարցակ դաշտերն են և հորիզոնում նշմարվում է գեղեցկագույն Սևանը իհարկե գեղամար լեռների հետ միասին մի գեղեցիկ դուետ են կազմել ու ներկայանում են մեզ Ձմեռը մոտ է, ընկերներ, ավելին քան մոտ, ով է ածուխ առե, ածուխ բան, առեք որտները տակ պայեք է, թե չէ ձմեռն եկավ, հա, հետո չասեք, թե մենք քնած, Դավիթը գոգող եկավ գնաց, կամ էլ ճպուրն ու մրջունը աշխատեցին համարը, ասա իչն է պաճառը, հնձորը պոսպորողից հեռու անգնում, և տրակտորներն են վարու ցանկանում, հրաշք, բնապատկեր, ամեն ինչ կա այս ճանապարհին Հարուստ ճանապարհ է, դեպի Ծակքար ճանապարհ է։ Ծակքարի հարգելի բնակիչներ, ովքեր որ Ծակքարում են ապրել կամ ապրում, իմացեք, որ մենք գալիս ենք ձեզ մոտ եւ շատ հաճելի կլիներ իմանայինք այնտեղից մեզ նայողներ ունենք թե չունենք։ Այնքան հաճելի կլներ։ Իսկ դա իմանալու համար ուղղակի պետքա գրեք մեկնաբանություններում, որ այո, ես Ծակքարից եմ եւ հետևում եմ ձեզ։ Ու ով կալարի գերի այդ գրածը թող լայքեն։ Էլ ինչ ասեմ, ապեր։ Այդքան էլի մինչեւ հասնենք Ծակքար։ Նա անդրուտներ մնացերվում Եռագույնը Քանի ջահելներ ընկան կրվում Արամնել նրանց կողքին զենք
Կյանքը սեղմել էր կրծքին, կյանքը տվեց սուրբ հայրենիքին Արանն նրանց կողքին, զենքը սեղմել էր կրծքին, կյանքը տվեց սուրբ հայրենիքին Մշեցու հայոտին, պահեցին ավանը Նրան Տաված էր հայոց սահմանը Խաղաղություն էր պետք սահմանի և տանը կյանքը Նվիրեց ազգին Արամ Գալստյանը Բարեկամներ, կյանքներիս մեջ առաջին անգամ բախտ ունեցան գալու Ծակար ենք մուտ գործել, մեզ գցել են բամ արդան, տեղորոշի չեն գցել, որ գնանք էլի, պատկերացնում ես, շատ խնամքով ամեն ինչը կազմակերպել են մեզ համար բարեկամ, իսկ մենք հիմա գտնվում ենք Ծակար գյուղի սկզբնամասում, հրաշք է, հրաշք, տեսնենք ուր է մեր բարեկամ Գարիկներ մեզ գրել, բայց անակնկալը գիտես ուրիշի կողմից է աղբերս իրա, պապայի կողմից է երևի, ես երևի հենց էսի արդեն բանն է, տան տեղն է գցել մեզ, սխմի գնանք տուն, գնանք սիրված քույրիկին, հասցնենք եղբոր ջերմագին շնորհավորանքները, ստացվում է Վարդան, կա զանգենք բարեկամին ասի, դե բերեց, բերել է, հաշված հրոպեներ հետո մենք կգնանք սիրված քույրիկին շնորհավորելու եղբոր կողմից, հետ են գնում, ես ինչ ասեմ, այս ես պետք է անենք, ահա բարեկամներ, Ծակարն է կադրերում, ես կուզենայի, որ մի օր գյուղի անունը փոխեն մի քիչ ավելի լավ ու հնչեղ անուն դնեն, թեկուզ Ծակարն էլ վատ չի, չեմ առարկի, բայց ամեն դեպքում կարելի է ավելի լավ անուն դնել, ի վերջո այստեղ շատ աշխատասեր ու լավ մարդիկ են ապրում, ում ես ողջունում եմ հենց հիմա եւ միանգամից հայտնեմ լուրը, որ մենք գալիս ենք անակնկալ անելու սիրված քույրիկին ձեր գյուղում, հիմա անունը ամեն ինչը ներկայացնեմ, ում կողմից ինչու եւ երբ ենք այս ամենը մենք կատարելու ուղիղ ենք անցնում։ Ծակար չենք եկել, արդեն, բայց ոնց որ ծանոթ է, մի անգամ եկել ենք երևի։ Ինձ թվում է եկել ենք։ Ահա։ Տեսեք ընկերներ, հիմա ես կներկայացնեմ։ Մեր տիկին Անահիտ տատիկի 70-ամյակն է եւ նրա եղբոր ընտանիքի կողմից եկել ենք շնորհավոր ենք, բայց եղբոր անունը չեմ ճշտել։ Մենակ մեր Անահիտ տատիկի անունը գիտենք։ Իսկ հիմա ես կզանգեմ, որ եղբոր անունը ճշտենք։ Զանգեմ Գարիկ աղբորը։ Ուրա Գարիկ է, հեսա Գարիկ ջան, այո ձեզ բանոք։ Չկնաղադրուտն էլ մնաց հեռվում, քանի ջահելներ ընկան կռվում, Արամն էլ նրանց կողքին, զենքը սեղմել էր կրծքին, կյանքը տվեց իր հայրենիքին։ Մենք Արամ Գալստյանի տուն գնացել ենք, Արամ Գալստյանի մասին ունենք տեսանյութ, ում կհետաքրքրի ով է Արամ Գալստյանը, անպայման դիտեք այդ տեսանյութը եւ ամեն ինչ ձեզ համար կդառնա պարզ ու հասկանալի։ Направо, я понял тебя, я понял, подожди, ты что? Վարդան, երկու բան աշկիս են չի, հələ բան անենք, ընկերներ ունենք, բարի օր ձեզ աղբերներ, լավ եք? Ոչինչ, լավ եմ, տեսա մատ տուն պտի ճարեմ, եկա, մեզ են դիմ, աղբեր դու մեզ ես դիմավորում, բայց ջան աղբեր, բայտանք իրար են, Աղբերի մոտ է ծաղիկ բանկ է։ Բա ավելի լավ, ես դեք տեղում սա կազմակերպենք։ Հա, Հարստանում է անակնկալը։ Մեր Ծակարի անուշ աղբերներն են, նարդի են թալում։ Գեղեցիկ յուղամիջյան իրավիճակ է։ Աղբերները հավաքվել նարդի են խաղում։ Իսկ մեր անուշ աղբերը իր Ֆորդով եկավ ու ասաց, եկեք տանեմ աղբեր, ինչ եկեք է մոլորվե մեր յուղում։ Մեր յուղը բավականին մեծ է, ինչպես որ Մարտունու մնացած յուղերը։ Այո, հսկա յուղեր ունենք, շատ լավ մարդկանցով բնակեցված եւ ամեն անգամ գալուց ես չեմ զգում, որ օտար տեղ եմ, ոնց որ իմ յուղը լինի։ Տոնածառ չկա Ծակարում, ոնց որ Վարդան չի նկատում տոնածառի պահեր։ Հա։ Գար, բարեկամս, մենք արդեն գնում ենք, լավ բան է, ավտոյով մեզ դիմավորել են, գնում ենք իրար հետ։ Աղբերներ, բարի օր, լավ եք։ Դե շատ լավ է։ Աղբեր, դե բանը, գնանք հեսա, բանը աղբոր անունն ասա, էլի, մեր Անահիտ տատիկի աղբոր անունն ասա։
Հովիկի ընտանիքից, մեր մեծ աղբեր Հովիկի ընտանիքից։ Всё, брат, լավ, վերջ, այսքանն է, լավ։ Լավ։ Դու էլ ապրես աղբերս, դե կապով։ Հա, բարեկամներ։ Տոնածառն կա Բաշկովդ Վարդան, չէ՞։ Դե լավ, ծակքարում էլ չկա տոնածառ, ոչինչ, գետաշեններում եւ Մադինայում ու մնա։ Հեսա, տոնածառ չի, տոնածառ աղբեր, ասում չկա։ Տոնածառներին ենք ասնում, բարեկամներ։ Շատ առատորեն բնությունը պարգևատրել է ծակքարին բաներով։ Չկնախադրուտնել ընկավ հերվում, քանի ջահելներ ընկանք գրվում, հարամնել նրանց կողքին։ Բարեկամներ, այսօր ծնվել է Խաչիկ Արենցի պուճուրիկ դուստերը, Թագուհին, այնպես որ Խաչիկ Արենցի, թող ով քեզ ճանաչում է հետը չփում ունի, ասեմ որ ես շնորհավորում եմ, մաղթում եմ որ հորով մեծանա, լավ բալիկ լինի ու օգտակար իր ծնողներին ու ազգին։ Բայց չեմ էլ կասկածում էլ Խաչիկ Արենցին, որ ազգին օգտակար է, հերոսներին գովերքող ու պաշտող լավ անուշ աղբեր է հայրենասեր Խաչիկ Արենցին, հլը տես ծակքարի փողոցները։ Այնպես որ Խաչիկ Արենցուն լիքը հարգանքներ։ Լսեք նրա երգերը, նա հայրենասեր է եւ նրա արած գործը հայրենասիրության մասին է։ Իսկ մենք հիմա գնանք Անահիտ տատիկին ասենք. Բարև Անահիտ տատիկ, դու ունես անակնկալ, շատ սիրված, ում շատ է սիրում իր կողմից, բայց չեմ ասի իմ կողմից, մինչև ինքը ասի։ Сигнал GPS потерян. Ես գիտեմ, можешь молчать, что ли? Что ты хочешь? Не разговаривай вообще сейчас. Ты хангаруешь меня, не понимаешь? Девушка. Արա շատ են խոսում, ապրենզնից է շատ է խոսում։ Բարեկամներ մենք հետևում ենք Ֆորդին, Ֆորդը մեզ տանում է ուղիղ Անահիտ տատիկի մոտ, շատ ուժ մոտիկից հետևաջոգիր, քիչ էր մնում, տես բախում լիներ հետևանքային։ Ծակքարդյուն ընկերներ ձեր կադրերում, հանկարծ չխառնեք սա ուրիշ գյուղի հետ, սա ուրիշ գյուղ է, զգում եք ինչ հարուստ են, ինչ աշխատասեր, սա աշխատասիրությունը դա հարստության տանող միակ ճանապարհն է, այնպես որ աշխատասեր եղեք եւ ձեր բակերում ունեք գոնե 1 տոնածառ, դա շատ պարտադիր է, դրա համար մեր բարեկամները շատ ուժեղ են, տեսա՞ր, մեր բարեկամները մեզ տեսան ուրախան, ինչ պատկեր է, չքնախ համայնապատկեր, բարեկամ, ահա գնում ենք, լիքը թորնիկներ ունի է, Անահիտ տատիկը, լտես հավաքվել են թորնիկ, ծորնիկ, բայ մարդ, ամեն ինչ էլ ունի, ինչ չունի, սաղ էլ ունի, սաղից։ Չքնախադրուտն էլ ընկավ հերվում, ես վաբշե բլոկադա եմ անում։ Տեսեք, իջեցնում են ծաղիկները, իջեցնում են մեր Անահիտ տատիկի ծաղիկները։ Ջուրը մի քիչ բարձր է, Վարդան, միթե պետք չի հանդարտ տեսնել նոր իջնել մեքենա որ չտուժի։ Որ կտամ ոչ չեմ տա ախպեր, պրոստե 2 անգամ անենք, ես մի հատ ում կողմից որ եկել եմ մտնեմ դուրս գամ, հետո հաջորդը կսկսենք։ Հետո այս երկրորդ կարանք ստից մեկը տանենք, ախպեր ես լավ փող կամ է, չէ, իշքան է։ $5 է։ Չես նայ է։ Այ ախպեր, մի ամիջ չես, բա որ կորիկ ասեն դու ես տարել։ Հա, դոլար է։ Այս հանկարծ տատի ձեռից չվերցեք այդ փողերը։ Նայ ասում եմ։ Շատ քցեք կատակի վերցեք տատի։ Հարգանքներս։ Ոտս խերով ձեր օջախ։ Տատին ինչ ա նստած է իր համար։ Ուրախ տա։ 70-ամյակ, չի։ Ջայ։ Դե նա ինչ եմ անում։ Ուրա մեր շատ սիրելի տատիկը։ Անահիտ չէ, ինչ տատիկ։ Մեր քույրիկը, Անահիտ քույրիկ ուր եք։ Ասում է ջահել հա, դե ես էլ ասեմ քույրիկ, բայց ծափերն ով կասի։ Ծափեր ենք տալիս։ Եկել ենք շնորհավորենք եւ ուրախացնենք ձեզ ամպերի չափ, այս գեղեցիկ Մարտունը ամպերի չափ։ Դե մեկ ինչ սիրուն է ամպերը, այսօր ձեր համար են այդ ամպերը։ Ձեզ շատ են սիրում։ Բա հələ մատ այնս ջիդյարով ժպտամ երկու բանաս։ Կարա սիրեք է։ Շնորհակալ եմ շատ, կյանք ունենա։ Ես գիտես ինչքան շատ են սիրում։ Այս սերը շատ է դրա համար դες ջայլ ես մնացել ու մինչև 120 տարի էլ ապրելու ես։ Համաձայն եք։ Խարսն տղա։ Խարսն տղա։ Հա։ Խարսն տղա որ ասիրա։ Չէ, խարս ուրա խարսը։ Խարսը ուրա։ Հəլտես ինչ ուրախ ենք, դաժե հələ սկսի երկել։ Որը կուզես, մատ մամայի երկի։ Այնքան է սիրում, ասում է ես երկելու եմ։
Չէ, շատ ասում ինքը ուրախացավ ավելի շատ, հա։ Հա գիտեմ որ կատակ ես, ամես եմ կատակ։ Ես գիտես քան սիրում, հա, սիրված լինես։ Ուր ես գնում ուր, խնդրում եմ ձեռքը դու։ Բայմացար ես քաղցրությունում կողմից, հա։ Կասկածներ չկան։ Հատե շատ են սիրում քեզ, կարա ցանկացած մեկն էլ լինի, բայց շատ հարազատ մարդ է քեզ։ Վերցրու, վերցնես կողոզ գա սիրա էներգետիկան։ Չէ, կտա, սաղատել տալու է։ Հուշումներ անեմ։ Մոսկվա, առաջի հուշումը։ Կա տարբերակ։ Ասա։ Երեխեքս են, Մարգարիտ, Չէ։ Արայի, Չէ, դե հիմա լավ ուրիշ բան ասեմ, լավ։ Մանկուց իրար հետ մեծացել եք։ Լավ ասեմ, ես պետք է արդեն ճիշտ ասածել եմ, էլի որ Հա, ուզում եմ ոնց որ դասը չսովորած են երեխեքից են, ու նայմա որ մեկը հուշի, լավ ես ասեմ, ձեր եղբոր հոբիկի կողմից Քեզ հետ ծնվելը բարձանք է, եղբայրի Ծափեր Ուկրաինա, հա, Մոսկվա, չի։ Ահով է հիմա Ուկրաինա մնում։ Հովիկ մեծ աղբեր կգաս Մոսկվա։ Հա, ձեր եղբայր, հա, փաստորեն ես արեցի, ես եմ մեղավոր, հա, ոչինչ, բայց որ ասեի Ուկրաինա կիմանայիք։ Հա։ Դե լավ, մտել հարցը։ Ուկրաինայից է անակնկալում կողմից կլինի։ իմ աղբերով։ Հա, հովիկ է շատ սիրում է իր քույրիկին ու ծափեր ուզում որ տակ։ Ծափեր տվեք։ Տաղա էլի աղբեր ունեք, թե մի աղբեր է։ Մել է սարքյունը։ Բա մերնեմ կո սրտին, հələ նվիրի մտ պաչ երկու աղբերների կողմից։ Ծափերը չխնայեք։ Իմ աչքի լույսին կես, իմ օքու անբաժան Ձեր եղբայրները ձեզ շատ են սիրում, լավ լինեք, առողջ լինեք, իրանց շնորհավորանքը բերեցին ձեզ մոտ։ Բա դուք ինչ ունեք ասելու ձեր աղբորը։ Հələ մեր լավ բան։ Շատ շնորհակալ եմ, միշտ ինքն լավ է եղել, մենք լավ աղբերի քրեր ենք եղել։ Շատ գոհ եմ, մերնում եմ կյանքում, առողջ մնալ, Լավ աղբեր ես էլի, չէ։ Հիմա գերկի աշխարհի լավ բարիք իմաստուն։ Հա, հետ էլ երկու ստեղն է պարչիր։ Այդպես միշտ սիրով լինեք, օրինակ էլի իրավիճակ է, դրա համար մարդիկ ուզում են ծափեր տան, հա ես չեմ թողում, խոսում եմ, անգարում եմ։ Բոլոր կունենաք նման լավ սերեր, եղբայրական եւ քույրական։ Հա, իսկ հիմա մենք անցնենք հաջորդ անակնկալին, բարեկամս, ում կողմից ես դու, հələ ասա այս ծաղիկը։ Հա, ես ում կողմից է։ Պապայ։ Պապայի։ Տղայի ու թորի։ Տղայի ու թորների։ Հա, ես դու էլ թորնիկն ես։ Դե գնա բանը գերկի տատիկին հələ։ Տորտը բայց ջերմությունից հարցիկ։ Հա։ Տորտը վերցրեք, որ Էնդե տենում ես են փայլում բանը, մեջը բան կա, հա, ուշադիր կլնես։ Դե ահագին աշկեր կա, հա։ Հաջորդ անակնկալը Թորնիկի։ Թորնիկի, որ թորնիկի։ Անի։ Անի, թորնու կողմից է Անի, Անին ձեզ շատ է սիրում։ խոսես թող քեզ ամուր Ես չէի ուզում նշել այս թիվը, բայց որ բերել են հիմա այսի ձեր թորնիկներին կասեք, չեք այդ թիվը գրե։ Այս մի անակնկալը էլի նոմա որդու ընտանիքի, հա, կողմից, հա, հենա, արսիկ ասած։ Որդու ընտանիքի կողմից է, ինքն էլ քեզ շատ սիրում է, առողջ լինես, իրա կողքից ապակը, ստեղ չէ, ոնց հասկանում են։ Շատ է սիրում, կարոտել է, կգա կգրկի, կլացասնի, այնքան կարոտած կրնես կլացես, հա, կուզվես։ Դե մի հատ էլ երազանք պայիպ չի, բայց այդ թվերին չհավատաս, այդ սուտ է։ Երնեք ջուր տայիր Ես ջայր եմ, չէ։ Հա, լրի, բա, ընդե ասին իշ տատի, ասաց իշ տատի, ասի լավ։ Ես որ իմացեք գիտեմ, հա, մեկ էլ ծաղիկները, էլի, տղայի, աղջկա, Աննը, Մարգարիտայի կողմից էլ ծաղիկներ, նվիրի, հատ է գետի տատի։ Որ ծնկի ես գայի Շատ են սիրում։ Այդ ոնց է լավ։ Հա։ Դե ես էլ տամ ձեզ այս քաղցրությունը։ Այս սրանից քիչ կուտեք, ենա համովը։ Էսի բան թիթիզ է, էլի ավելի շատ։ Ձեզ բոլորը շատ են սիրում, բա հեսա կգան կգրկեն, այս սա կողմերից եկեք, ծաղիկներ ունի, մյուս ծաղիկներով եկեք գրկեք մի հատ տատիկին, մայրիկին, հա, իսկ ես տուրին շատ սիրելի, մամայի չափ սիրում։ Մամայի չափ, ուր ես գնում, կային տենանք, մամայի չափ սիրում ես, չէ։ Հավասար սիրում եմ։ Հա, ապրես, շատ լավ։ Այստեղ եմ ապրել, քանի ես։ Հա, արդեն հավասար է, էլի, հեսա ստե ավելի շատ ես ապրելու։
Դե բարեկամներ, դե մի հատ լավ ծափեր տվեք, մենք էլ գնում ենք գիտեք ուր։ Մենք գնում ենք ծածկարը։ Ասելիք կա, գալիս եմ։ Հլավ բարդ։ Այս կեղի, ախ ես տունը պետք է եղնեմ, որ մի հատ էլ եղի կամ չեղի։ Ես տամ փեշ վառողն եմ։ Հա։ Կաչագարը։ Կաչագար, փեշակ վառող։ Դե ես որտե նստեմ հիմա։ Այստեղ նստում եմ։ Մի հատ էստեղ սեղանում Մեր արկածները ծակքարում հենց հիմա սկսում են։ Այս ստեղից կսկսի կգնանք ծակքար։ Ծակքար ի՞նչ կա բացի քարը։ Ծակ։ Ծակքարից հետո։ Ծակքարը։ Չէ, ծակքարն եմ ուզում։ Քարը, որը ծակա։ Հա։ Հենց իմ սակած սուրբն Որտեղից եք եկել։ Սուրբ կանդ է։ Էանով բանով եմ եկել, այն որ գրածա ծակքար, դրոշա դրած, ռեստորանի մեջ։ Փորնի գիմանուներ Հա, շո, բայց ինքը չի դիմավոր, էլ մի թորնիկը տա դիմավոր է, որ ծախի խանդ ունի մարդ ունի։ Այն բիզնեսմեն թորնիկը տա դիմավոր է, ուր է։ Ուր գնաց, իմ անունն է, Ստեփան անունն է։ Ստեփան Ջան։ Հա։ Բեգերը մեր երկու լիտր գինի բերել։ Ամի բերան ասեիր, բա տոլմա վերց կերելիք, թե ադե գինի իջան չես բերել, շատ իմանամ։ Ես վաբշե Երևանից եմ գալի։ Եկած 1918 թվականին Ակպեջան, մեր վաղ սովեղը, ոչ մի բան չա, ուտելիք չա։ Ուրեմն մեզ յուղամեջ գետ անցնում։ Հա։ Գետ կա։ Մեծ գետ է, բայց թե փոքր։ Նորմալ է, փոքր գետ է, բայց Էնվատ խմելու ջուր կրան մրան չեղեն։ Հույլերով, բեդրոներով այդ գետից ջուր զենած, իշխան ծուգա չերի, բեդրոներ չելեր։ Ու այդտեղ հիմնադրված, սա դուրամ այստեղ ապրելա տեղը։ Այդ գետն իշխանի գետ է։ Բայց հիմա գետը ցամաքել է մեջը զուտել Չէ, իշխան է կա, ջուրն էլ Իշխան էլ կա։ Իշխան, բայց իշխան է դա, մեզ ինչի է դա։ Հենց ագունքն է մեր գյուղի վերևից Սարիտագից դուրս կիկա ես ուղեղ իմ դու խմելաչուր։ Ես մեր սաղ պատ ռայոն, մարտնապատ Թող մեծ ուրիշները օգտվեն, թե որ գարցակ կոմոս ասում ես։ Սաղնել, սաղ թաղամասին էլ ջուր տվի։ Ախպեր, սաղ մարտնապատ ռայոն, ես մեր գյուղի ջուրն է տանի խմել։ Սրեց մեր գյուղի ջուր Ճապոնիայից եկան որ տանել, որպես խմելաչուր, որ սևարանուց դերլիք։ Հա։ Գյուղացիք են ժամանակ դամ թիվեն մոռաց երեմ որ թիվներ, կայնան չթողեցին։ Բատատին թողաթողներ սովածի։ Կապի չես ջայլ աղջի։ Ջայլ դա ջե։ Ինձ ասել է։ Կարո՞ղ է տանի կարկեր չասցե։ Չէ։ Բա, բիզեք մնացի։ Ասել են ինքը բան չի, մեծ չի։ Այդ ջուրի ծախում էլի, քան տարեք ապրում գյուղում Ախպեր միջին։ է պա խողի ծակա։ Ախել, հա։ Բա ոչ, բա։ Բա եկել եմ չեմ կազմա փեջ վառողն եմ, չի ասում ես։ Պախարը դասրակինա։ Որակը պես վարողն եմ, դա ստացուցոն եմ։ Ալի միսկերա ուժեղացա։ Ես ուժեղ եմ։ Անուշեղ է։ Հա։ Այս ծակքարի հավա։ Հենց անուշ։ Բայց ոնց որ ակլոր էլի, հավին այսքան մեծ ոսկոր ո՞ր։ Հավնու ակլոր մեկ չէ։ Չէ, ակլոր տղան է։ Հենց ակլոր տղեն է այդ։ Այդ տղայի միսեր էլի, հա։ Արաբատը սարերում Սարերն ասին բարև օրը սարնեց հոգի սարնելով արևին էլ բարև
Ես կերավ եղեղենին Անձի բերավ հրեղենին Բարեկամներ, մենք հիմա պտտվեցինք, հասանք Հյուսիսային պողոտայի սիրուն պատի մոտ, տեսեք ինչ սիրուն պատ են նկարել, թարմացրել են ինտերիերը մեր քաղաքի, հիանալի է, մենք էլ այստեղ մեր տեղը գտանք, Կարմիր գծին մոտիկ, և հիմա մոտավորապես մի 200 մետր քայլենք հասնենք Հոբելյարին։ Բարեկամ, կարամ ես դնեմ ստե մի քիչ սպասեմ, այս կողի ոբեք տտի մտնենք, ոնց որ դուրսը նստած են, ամետ բարև իհարկե, ինչպես ես, լավ ես։ Հիանալի, տրամադրված, լավ տրամադրությամբ լիցքավորված եկել ենք, Արամ աղբեր, հերա գերած անում։ Դու պրոստը ես մի կողմից ես, չէ։ Ինչ։ Դու ես ստեղի։ Ահա, ես լրի տաբեր ես։ Անդե հիմա մատուցող կա, պրոստը ինձ ճանաչում են էլի չտենան։ Անդե հիմա հետևը տենում ես մատուցող մեկին աշկովում քո կանչես թե հարց բռնենք հետը։ Չէ, բայց կարամ իմ աղբորը կանչ։ Հա, քո աղբեր ընդ է, հա։ Հարց չբռնենք ես։ Ադե հարցը էլի աղբեր, լավ հարց է, քացեր հարցա ջոգի։ Հա, աղբեր ես, հա, ես կռվարար չեմ, ես բարի մարդ եմ։ Բարեկամս ես ներքևը տորթը դրել կայնել եմ։ Ներքևը, ես մեջքով եմ կայնացան, ես ինչ չես կարա հեշտ տնաս։ Մեջքով կայնացամ կողս էլ տորթ հա, նայ, ես կայնեմ։ Քայլի ցած այտենց ցած արի, մեծ աղբեր, արի, ձախ նայ լրի, արի։ Տես արի ինձ։ Սիգարետը դու կպար։ Այդ դու ես էլ ստեմ, պրոստը չեմ ուզում ֆռան որ ինձ տնա։ Հենա եկավ մեզ դիմավորող, անուշ աղբեր։ Լավ։ Մի րոպեից։ Հա, աղբեր դու կարող իմանաս, թե вообще բան գմփիկ պայթացնում են փայլերի։ Ջան, ոնց ես մեծ աղբեր։ Լավ աղբեր ես, լավ։ Ամերիկայից երևում է հիմա։ Վարդան մեծ աղբեր Վարդան։ Հա, տենում ես։ Հա։ Ախ այդ ստոլբան։ Հիմա եկ նայեցում ընդ ոնց ես ուզում։ Ներսն է թե դուրսը։ Ներսն։ Ներսը, բայց էլ ես կայնել եմ ասա ճակատս սեյան նայեմ։ Մատը խառան է, չէ՞, հա, գիտես։ ամուսինն է դեսախ կազմակերպել։ 25 տարի ստեղ չի եղել։ Այո։ Հիանալի։ Ուրիշ հարց։ Ուրիշ հարց չկա, կարող եք ներս գնալ։ Ես ծխեմ էտամ։ Մենք հիմա եկել ենք մեր տիկին Եվայի ծննդյան օրը շնորհավորենք ուշադրություն։ 3 տղաների, 3 հարսների եւ 6 թորնիկների կողմից։ Այսօր նրա ծննդյան օրն է, հավաքվել են մի գեղեցիկ վայրում եւ նշում են, շատ լավ են նշում։ Իսկ մեր ներկայությունը այդ լավը կերապատկի վստահ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հա։ Ահա։ Գնում ենք մինչև ուղիղ մինչև վերջ։ Օրո։ Զալը է, սա մենակ։ Մեծ է էլի։ Արա, բա ոնց, հա, երաշտականում են նստած։ Վերջից զախը, հա։ Բարև ձեզ։ Մի քիչ ես ուզում եմ վայելենք երաշտությունն նոր գնանք։ Անցնում եք դուք, անցնում եք։ Բարև ձեզ։ Նկարի էլի զո։ Հա, էլի պրծնի նոր։ Պրծնում է, չէ, պարկա չէ, որ դաթարում է, որ։ Չէ։ Բա ասենք, հա, բայց պետք չէ, այտենց։ Դե լավ, գիտեք ոնց անք, ես որ գնամ հասնեմ զալի կեսը նոր թող ասեն, էլի։ Ով է ասելու։ Ով է ասելու։ Եվա է նրա անունը։ Հա։ Ու 25 տարի, այդ ձեր սեղան եմ գալի աղբեր։ Հա, վերջի ձախը թե աչը։ Աչը, այդպես միշտ աչ է թակ աղբեր, ճամփաներ կանա, աղբեր ես։ Հա, դա աչը մեկ ալ։ Մենք ես նոր հայտարարը։ Հա, դուք եք հայտարարել, չէ։ Գնում եմ, սես կեսից ասում եք 25 տարի անց մարդ է եկել Հայաստան։ Այդ չկարա ասեք։ Հա, սահմանափակա բառերը։ Դե շնորհավոր եք Եվայի ծննդը, լավ։ Արի Վարդան։ Ստե լավ էլ կներ պայթացնել, բարև ձեզ։ Տիկին Եվա, շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Ծափեր եք տալիս, մեր ցեղանը տվեք թող բարակվեն բոլորը ծափեր տան։ Շնորհավորում եմ ձեր ծննդյան օրը։ Ամենուր աղոթում եմ, ամենուր։ Հա։ Հա, իմացա։
Տեսեք ոնց են ուրախացել բոլորը։ Հələ տեսեք ծափ չեն տալի են կոմիսարյանները, ոչինչ, իրանց ծուն լինել ուրիշները ծափ չեն տա։ Շնորհավորում եմ ձեզ։ Ես ձեզ մի բան ասեմ։ Տեսնում եք այն սիրուն տղային, այն սիրուն տղային։ Այնքան շատ է ձեզ սիրում։ Շատ խենթանում է ձեր համար։ Ու հիմա ուզում է պաչի, ազիվա դիման, մեր վատ պաչի, էլի։ Իմ ամենասիրած գործն է։ Դե պաչի։ Սերը շատ լինի, նայեք, ուրեմն գլխավոր անակնկալ կազմակերպողը ձեր ամուսինն է, բայց ձեր 3 տղաների, 3 հարցների, 6 թորների կողմից ես մի ցանկություն ունեմ, մինչև դուք երազանքը պահեք, թող ձեր թորները դառնան գոնե 10 կամ 12, մարդին 4 ունենան, էլի, հա։ Դե մի հատ երազանք պահեք ու փչեք, այս պահը ձեր պահն է ու կատարվելու են ձեր բոլոր երազանքները։ Գնաց։ Էլի բարձր, այսպես հավեսով, ընեն շխուր արեք, բոլորը թող բարակում։ Հատը բարի միասին փչեն։ Հա? Ինչ ա, ընչես խանդում։ Չէ, մի խանդում։ Ես եմ բարի տղա եմ, ոչ ես կարամ։ 3 ույու, 4 ու կես գնաց։ Այ։ Ես ագուլ արավ։ Յասին։ Դավայ, 3 ույու, 4 ու կես։ Տասվեց, ապրեք, դե հիմա բոլորիս, ձեր օրն է այսօր։ Շնորհակալ եմ, որ ձեր ամեն օր մենք քեզանով հպարտանանք, ուրախանանք։ Չես պատկերացնի, հիմա ես ինչ եմ զգում։ Հա? Դե տորթը տվեք ուրիշին մի հատ ուրիշ բան զգանք։ Տորթը տվեք, փոխանցեք տորթը։ Են որ նոր պաչիր, հիմա ավելի ուժեղ պետք է պաչես։ Իմ ամենասիրած գործն է։ Հա, ամենաուժեղ, ավելի ուժեղ։ Նվիրի ու պաչի կարա։ Միάδը պաչեր, միջև արանը պոչեր պաչեր։ Չէ, ես իրա հեռախոս, նա ապերես։ Մակրաշ չի կամերան։ Տուր։ Ընչի չեք մակրել, չեք մակրել։ Դե, ձեզ բարձր տրամադրություն, լավոր, ինչպես։ Մի նոր հաց կերեք։ Չէ, մենք լավ կերած ենք, մենք են անել անհարմար տեղ եմ կայնացրել։ Սանդուիչ բան փաթաթեք։ Չէ, անուշ արեք, կեփ արեք, այսօր ձեր օրն է, ուրախացեք, պարեք։ Ապրես Դե ձեզ լավոր։ Հյուրերին նկարել ես։ Մեր հյուրերի մեջ կա Վարդանի նման շատ նկարող անձնավորություն, սենց արեք։ Գնում ենք։ Մենք շնորհակալ ենք։ Ապրեք։ Այո, ահա թե որն է ամենահամով հաց ուտելու տարբերակը։ Երբ որ հնչում է հայկական ժողովրդական երաժշտություն, դու սնվում ես հայկական։ Ինչ ուզում ես կեր, ուզում ես սուշի կեր, դառնում է հայկական սուշի։ Իսկ հիմա մենք Երևանի ամենակենտրոնական մասերից, բարեկամներ, ձեզ լավոր, ամենակենտրոնական փողոցներից գնում ենք Վայոց ձորի ամենակողային փողոցներ։ Կյանքն է այդպեսին, եթե շարժման մեջ ես, անընդհատ փոխվում է քո տեղը, դիրքը ու անելիքները։ Չէ, անելիքը չի փոխվում։ Մեր դեպքում անելիքը միշտ նույնն է, իսկ Վարդանը հիմա ցույց կտա Երևանի հյուսիսային պողոտայի կողի շարժը։ Բայց դու տեսես թե բան կա, այստեղ խաղա հրապարակ կա, նայ։ Կարող եք բերել ձեր երեխաներին, եթե մի քիչ շուստերի լինեն, խաղալիքների կեսը կարան տանեն, եթե չէ, ուրեմն ոչ մի բան էլ չեն տանի։ Իսկ մենք հիմա գնանք հասնենք մեր անուշ աղբորը, որ մեր մեքենան տիրություն է անում։ Աղբերս բա երբ է քեզի հարմար։ Այ ես շատ գիտեմ բարեկամ։ Այդ հարմարը երբեք էլ չի գալիս։ Եթե կանգնես, սպասես հարմար պահի, հա կսպասես օրս արև։ Պետք է չսպասես հարմար պահի։ Անելիքը տանես։ Որոնքեր գիտես ինչ արած։ Առատաձեռնություն դրսևորեց մեր մեծ աղբեր Վարդանը։
Դու զգացիր, երկու հատ առատաձեռնություն դրսևորեց, ես ապշահար եղա։ Կամ այդ շնորհակալություն հայտնեմ, էլի։ Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ աղբեր Վարդանին եւ նրա տիկնոջը այդքան լավ ու բարի վերաբերմունքի համար։ Զգացված եմ։ Իմ արև։ Այ բարեկամների մենք գտնվում ենք մայրաքաղաք Երևանում, իսկ ավելի կոնկրետ Հայաստանի կենտրոնում, մեր կենտրոնական հրապարակն է, որտեղ բազում մարդիկ կան, Վարդան բազում։ Լիքը գեղեցիկ մարդիկ հավաքվել են, հիանում են շատրվանի երգեցողությամբ, թեկուզ շատրվանը չի երգում, բայց նրանք պատկերացնում են, որովհետև մեր ազգը միշտ էլ պատկերացնելու շատ ուժեղ է եղել։ Եվ հենց այս պահին է, որ պետք է ձեզ ներկայացնեմ։ 25 տարի անց պատկերացրեք, 25 տարի Հայաստանում չլինելուց հետո վերադառնում ես Հայաստան եւ նշում ես քո ծննդյան արարողությունը ու նշում ես քո հարազատների հետ։ Հենց այսպես է պատահել մեր տիկին Եվայի հետ։ Նա եկել է Ամերիկայից 25 տարի անց չլինելով, 25 տարի չի եղել հայրենիքում, եկել է եւ իր բարեկամների հետ նշում է իր ծննդյան օրը, իսկ մենք գնում ենք իր 3 երեխան որդիների, 3 հարսների եւ 6 թոռնիկների կողմից շնորհավորենք եւ որպես լրացում այս ամենի ուզում եմ տղեկին մի բան խնդրածնեմ։ Բարեկամներ, մարդա մի հատ էլ երեխա ունեցեք, հələ երկուսը, 12 թոռ թող ունենան մեր տիկին Եվան եւ պարոն Վարդանը, որովհետեւ նրանք արժանի են։ Շատ ծիրեցի ու հարգեցի, շատ լավ անակնկալ ստացվեց։ Իսկ հետեւաբար դա ցույց է տալիս այն բանը, որ դուք պետք է նայեք այս տեսանկյունը, նայեք ու լայքեք, կիսվեք ձեր կարծիքով եւ ով ուզում է նույն ձևով վերադառնա Հայաստան, անպայման մեկնաբանություններում գրեք, որովհետեւ ես հատուկ կախարդական մեկնաբանություններ եմ դրել, որ գրեք կատարվի, հասկանում եք։ Գրեք ու դուք էլ կգաք ձեր ծննդյան օրը հայրենիքում նշելու ու հնարավոր է մնաք, սիրահարվեք ու մնաք հրաշական։ Այնքան ուժեղ լինի սերը, որ չկարողանաք թողել հայրենիքը։ Չնայած լիքը դժվարությունների։ Ամեն դեպքում այնքան խոսացի եկանք հասանք ուղիղ Ռուսիա։ Ռուսիա, հին ու բարի Ռուսիա։ Ցույց տու Ռուսիան Վարդան։ Մի երկու կադր այստեղից կարոտած կլինեն մեր հարգելի երևանցիները Երևանը, մեր հայերը Երևանը կարոտած կլինեն։ Իսկ մենք հիմա Ռուսիայի կողքով սուրանք դեպի Արշակունյաց պողոտա, որտեղից էլ կգնանք մեր շատ սիրելի Եղեգնաձորը, որովհետև մենք Եղեգնաձորից ենք։ Բարեկամներ, մենք Եղեգնաձորցի ենք։ Բայց Հայաստանը մերն է, ես վերջերս չեմ զգում, որ Եղեգնաձորցի եմ, որովհետև սա վաղ ուրիշ տեղեր եմ։ Ու ձեզ շնորհակալ եմ բոլորիս հետ մեր էջին հետևելու համար, մեզ աջակցելու համար, զգացված ու էներգետիկայով լի եմ ես։ Գնացինք առաջ Ռուսիան նկարի, որ ասած է ստերել եմ, էլի նես չելա ասեն, արա բասի ցույց կտամ ուրա, մտ չուզող մտնի գրի, արա այդ տաղա բան, դες բաներ խոսա։ Դրա համար ես նկարի, որ այդ չուզողը չկարանա չուզելով ված բան գրի։ Ռուսիայի հին ու բարի գեղեցիկ շենքը։ Առաջ։ Միշտ առաջ բարեկամներ։ Հայեր